Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ դուռ, լամինատ և պաստառներ միասին ձեռք բերելու համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ, առաջինի տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Միշտ սիրով։ Պարոն Բլեյան, Երևանից 9-րդ գումարման ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքները, գիտեք, առանց այսպես լեզվակռվի հնարավոր չեղավ նույնիսկ առաջին նիստը իրականացնել, կյանքի կոչել, բայց ոչ թե ուրեմն նիստի օրակարգի շուրջ եմ առհասարակ ուզում խոսենք, այլ թե ինչեր տեղի ունենում, այսինքն ինչ մտահոգություններ դուք գույքագրեցիք, արձանագրեցիք, հատկապես օրինակ այդ թուրքական թեման, ադրբեջանական թեման, ազգային ժողովի նախագահի թեկնածուին, որտեղ է կրթություն ստացել այդ հիշեցումները մեջ բերելը, ինչ նպատակ էր, առանցքային կարևոր հարցեր կարծեք օրակարգից դուրս էին մնացել և որտեղ եք սովորել, թուրք հանդիպել եք, չեք հանդիպել, այսպիսի պարզունակ զրույցների ականատես եղանք, ինչ էր տեղի ունենում։ Ըստ երևույթի այս ընդդիմությունը իր որակով ավելի վատն է, քան նախորդ ընդդիմությունը, նախորդ գումարման ընդդիմությունը, ինչ որտեղ դեժավյու ապրեցի և այն իմ կանխատեսումը, որ միայն իմ չէ, կարծում եմ շատերի կանխատեսումն է, որ կունենանք այն նույն գզվռտոցը, պարզապես միգուցե տարբեր մեղադրանքներով, փոխադարձաբար ընդ որում, եթե առաջ գոռում էին հողատու, մի կողմը, մյուս կողմը գոռում էր կոռումպացված, հիմա տարբեր մեղադրանքներ կգոռան, գործակալ, մանդատագող, ինչ ասես կգոռան, այսինքն, բայց խնդիրը որն է, որ մենք չլսեցինք Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված քաղաքական բանավեճ, սա մեծ բաց թողում է, սա թարապես կարծում եմ կատաստրոֆիկ իրավիճակ է։ Ես չեմ պատկերացնում այս ազգային ժողովը կարողանա մինչև 2031 թվական շարունակել, որովհետև այսպիսի ընդդիմության հետ ցանկացած իշխանություն չի կարող լավ լինել։ Պարզապես չի կարող լավ լինել, որովհետև իրենք ինչ են խոսելու, այսինքն հիմա իրանք պետք է արդարացնեն, որ երբ գնում ես Թուրքիա, թուրքերի հետ պետք է չշփվես։ Եվ այն մնացած պարզունակ այդ հարցադրումները… Բայց հետո պարզեց, որ նույն հարցադրում անողները իրենք էլ շատ լավ շփվել են դեռ տարիներ առաջ, բացահայտումներ արեց Մարիա Կարապետյանը։ Հետո ազգային ժողովի արդեն կուլիսներում ինչ որ հարցադրումներ էին տալիս, թե ոնց պետք է խոսեն կռվով պատերազմում անցած մարդկանց հետ, ահա որ իրավիճակ է, ես չգիտեմ ոնց մեկնաբանել։ Կարծում եք ավելի վատն էր, քան ուրեմն 8-րդ գումարման ազգային ժողովն ավելի վատը և ավելի կատաղածն են, որովհետև խաղադրույքին շատ բաներ են դրված և հետո գիտեք, որ ներողություն արտահայտությանս համար սխոթկա տեղի ունեցավ արդեն այսպես կոչված Գարեգին Բ կաթողիկոսարանում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, որտեղ իրենք գնացել էին իբր թե Սուրբ օրհնություն ստանալու, բայց իրականում դա ռուսական ագենտուրայի մի հավաքույթ էր, որտեղ գործակալներն իրար հետ ազատորեն նստեցին, շփվեցին, խոսեցին, մտքերի փոխանակում տեղի ունեցան, ամենայն հավանականությամբ այդտեղ ներկա էին նաև այլ մարդիկ, ովքեր ինֆորմացիա են հավաքագրում, թե ինչպես է ընթանում այդ հավաքույթը, կատարողական պետք է ներկայացնեն, հետ հյուսիս, որովհետև նախապես իրենք մեթոդիկա են նաև ստացել, թե ինչ պետք է տեղի ունենա, ով ինչ հարցադրում անի, ով ինչ պետք է պատասխանի, խայտառակ իրավիճակ է, ես ակնկալում եմ իշխանությունից շատ կտրուկ քայլեր այդ ուղղությամբ, որովհետև մենք չենք կարող ազգային ժողովում ունենալ ռուսական կուսակցություններ։ Բայց ասում է զրոյական կետից եկեք սկսենք, լշեցիք դուք ստահաբարի եք պրոգրամը զրոյական կետ։ Այսինքն իրենք ինչ, հիմա օրինակ դուք պատկերացնում եք, որ ազգային ժողովում Հայաստան դաշինքը կամ ուժեղ Հայաստան դաշինքը կբարձրաձայնի որևէ ռեֆորմի մասին և կպահանջի իշխանությունից, որպեսզի դատաիրավական ռեֆորմը ավելի ագրեսիվ կերպով իրագործեն, հակառակը։ Ցանկացած ռեֆորմի դեմ իրենք խոսելու են և տորպեդահարելու են և անելու են ամեն ինչ, որպեսզի բարեփոխում տեղի չունենա։
Իդեպ իշխանության ներկայացուցիչներից մեկը նախորդ խորհրդանի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը այսօր նշեց, որ 9-րդ գումարման ազգային ժողովի գլխավոր հարցը ըստ էության լինելու է Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական անկախությունը, այս անկախության հարցն է լինելու։ Պարոն Բլեյան, ինչ է սա նշանակում, իշխանության ներկայացուցիչներն էլ իրենք փաստորեն շատ հստակ արձանագրումներ են անում նախորդ անցնող տարիներին այսքան հստակ չէին ձևակերպումները Հայաստանը անընդհատ խոսում էր Հայաստանի իշխանությունը բալանսավորման ու բալանսավորված քաղաքականության մասին, բայց երբ այսպիսի ձևակերպումներ են անում, սա ցույց է տալիս այդ քաղաքականությունը շատ ավելի այսպես հստակեցնելու, ուրեմն պարզաջրելու, ուրեմն ցանկության մասին ինչ է տեղի ունենում ձեր գնահատմամբ։ Ես ուրախ եմ, որ դա քաղաքացիական պայմանագիրը արդեն հասկանում է, որ Ռուսաստանի հետ չես կարող որևէ բան բալանսավորել կամ բալանսավորված պահել, որովհետև ինչպես նույն Փաշինյանն արձանագրեց, Ռուսաստանը պահանջում է էքսկլյուզիվ հարաբերություններ։ Կամ իր հետ, կամ էքսկլյուզիվ հարաբերություն նշանակում է հպատակություն։ Դա շատ կարևոր է ֆիքսել, վարչապետը չասաց, բայց ես կասեմ, էքսկլյուզիվ հարաբերություններ չնշանակում յուրահատուկ, իրավահավասար, էքսկլյուզիվ հարաբերություններ։ Հպատակություն է նա պահանջում։ Նա այլ տեսակի, այլ որակի հարաբերություն Ռուսաստանի Դաշնությունը, Կրեմլյան, Պուտինյան Ռուսաստանը եւ թարապես արդեն հարյուրամյակներ այդ Ռուսաստանը չի ճանաչում, կամ նա է վասալ, կամ ուրիշին է վասալացնում։ Եվ ես հիշում եմ, քանից ես բանավիճել եմ նույն քաղաքացիական պայմանագրի падգամավորների հետ, որ դու չես կարող իրանց հետ բալանսավորել։ Դու կարող ես բալանսավորել եւ բալանսավորված պահել քո հարաբերությունները Իրանի հետ եւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների, Վրաստանի եւ, չգիտեմ, Իրանի կամ Ադրբեջանի։ Ռուսաստանը չի ճանաչում հայ ժողովրդի, հայերի պետություն ունենալու իրավունքը։ Ինչը պահանջես։ Բալանսավորված կարելի է պահել հարաբերությունները նույնիսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Կառավարելի փորձել պահել, որովհետեւ իրենք մեր հարևաններն են, մենք պետք է լեզու գտնենք։ Եվ իրենք օրինակ կասկածի տակ չեն դնում, համենայնդեպս վերջերս գոնե այդ պատերազմից հետո, որ հայերս իրավունք ունենք պետություն ունենալու։ Իրենք չեն պահանջում, որպեսզի Հայաստանը նյութոնական պետություն կազմի թյուրքական աշխարհում։ Կամ այնտեղից պրոպագանդիստները չեն հայտարարում, որ պետք է հատուկ ռազմական օպերացիա իրագործել Հայաստանում։ Ես ոչ թե սրբագրում եմ Իսեր Աստծո ադրբեջանցիներին եւ թուրքերին, ես ուզում եմ համեմատել, թե որքան վատն է այսօրվա Ռուսաստանի իշխանությունը։ Ոչ թե ադրբեջանցիներն ու թուրքերն են լավ։ Իդեպ ինչու օրակարգում ընդհանրապես չկար, չէ՞, այդքան հարցեր ունենք, օրինակ Ռուսաստանի հետ կնճռոտ հարցեր կան, բայց խորհրդարանական ընդդիմության այս թեմաները օրինակ չհետաքրքրեցին, անընդհատ այդ թուրքական թեման էին օրակարգում փորձում պահել, հստակ ուրեմն նաև արձանագրելով եւ վերահաստատելով իրենց ուրեմն կապը Ռուսաստանի Դաշնության հետ։ Դե ուժը Հայաստանի ղեկավար Նարեկ Կարապետյանն ասում է, որ մենք սրում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ հայկական երկաթուղու թեմայով եւ փաստորեն դրանով նա փաստում է, որ նա գոհ է հայկական երկաթուղու իրավիճակով։ Այսինքն ուժեղ Հայաստանի ղեկավարն ասում է՝ մի սրեք, մենք գոհ ենք։ Իդեպ այս թեման եւ Սամվել Կարապետյանը եւ Նարեկ Կարապետյանը եւ նաեւ ինչու՞ չէ Գագիկ Ծառուկյանը անընդհատ այս Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ հարացումից է դժգոհում, վերլուծություններ անում Facebook սոցիալական Ես հիշում եմ Գագիկ Ծառուկյանը հոդվածներ էր տպագրում, չգիտեմ, ինքն էր գրում, ուրիշներն էին գրում, թե պատվերով արդեն գրված ուղարկում էին, ասում էին տպիր եղբայր, որ թե ինչ կատաստրոֆիկ հետևանքներ Հայաստանը կբախվի, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Հիշեք նաև տնտեսական ճգնաժամի մասին Սամվել Կարապետյանի հետ վերլուծությունը։ Հաստատի մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում մասնակիորեն սառեցված է, որովհետև չի գործում այդ ապրանքների ազատ տեղաշարժը, անմաքս։ Եթե չի գործում, բայց ինչ մաքսայնություն։ Փաստորեն գործում է միայն այնքանով, որքանով մեզ վնաս է տալիս, որովհետև օրինակ մենք դիցուկ ավտոմեքենաներ չեն կարողանում ավելի էժան գնով բերել Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, այլ երկրներից, որովհետև կա ռուսական մաքսատուրք ընդհանուր։ Ռուսաստանն ինքն է որոշել, թե ԵԱՏՄ մնացած անդամները ինչ մաքսատուրքով պետք է որոշեն։ ԵԱՏՄ մաքսատուրքերը ձևավորվել են ի նպաստ Ռուսաստանի Դաշնության տնտեսության։ Այսինքն ոչ թե ընդհանուր այդ
միասնական շուկայի։ Չէ, բայց Ռուսաստանը հենց այդպիսի մեխանիզմներ էլ գործի է դնելու, դոմինանտը ինքն է լինելու այդ միությունում եւ իր խաղի կանոններն է թելադրելու։ Այո, եւ իդեպ, երբ Արման Եղոյանը ասում է քաղաքական անկախություն, ես կավելացնեմ հենց տնտեսական անկախությունը, առևտրային անկախությունը, բայց այդտեղ շատ կարեւոր է նաեւ սոցիալ հոգեբանական անկախությունը։ Այդ մտքի խեղումը, որ բերել է ռուսական այդ ռուսիզմը, այդ ռուսական այդ մտածելակերպը, որ երբ ուսումնասիրում ես մեր այրերի, պետական այրերի գրառումները 1918-20 թվականների, հա, դրանից առաջ, դրանից հետո նույնիսկ տեսնում ես, թե իրանք ինչպես են խեղել մեր մտածելակերպը եւ մանավանդ 70 տարվա ընթացքում իրենք ոչ միայն հայերի, մնացած բոլոր հետխորհրդային տարածքում իրենք այդ ռուսիֆիկացումը առ այսօր իդեպ շատ ուժեղ է կատարվում Ռուսաստանի Դաշնությունում եւ մենք շփվում ենք, հա, օրինակ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ, իհարկե կան adekvat մարդիկ, բայց ցավոք գուցե նաեւ մեծամասնությունը դու իրենց հետ խոսում ես, կարծես թե Սոլովյովը միացրած է։ Այսինքն չկա այնտեղ, այն որ ասում են выключи телевизор, включи мозги, չկա այդ սկզբունքը, իրենց մոտ հեռուստացույց է խոսում։ Խոսում ես մարդու հետ, բայց պատ է։ Մարգարիտա Սիմոնյանն է դեմ մտնստած։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք որպեսզի այդ քաղաքական անկախությունը մենք ստանանք, մենք պետք է արգացնենք մեր հարաբերությունները այն երկրների հետ, որտեղ մեր նման փոքր կոմպակտ երկրները կարողանում են պահպանել ինքնությունը։ Եվրոպական միությունն է։ Եվրոպական միությունում չեն ձուլվում ազգերն ու էթնոսները, ինչպես դա տեղի ունենում Ռուսաստանում։ Տեսեք, պարոն Բլեյան, ասում եք սառեցվել է մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին մասնակիորեն, մենք գիտենք, եթե օրինակ նույն սառեցված վիճակը ունենք իշխանության կողմից հաստատված հապկի դեպքում, հա, Հայաստանը սառեցումներից հետո կամ սառեցման դեպքում շատ ավելի կտրուկ քայլեր չպիտի անի։ Ի վերջո, ինչքան կարելի է այսպիսի սառեցված վիճակում շարունակել մնալ, որովհետև միաժամանակ մենք խոսում ենք այլ ընտրանքների մասին, որ շատ արագ գտնվեցին այդ այլ ընտրանքները եւ նորից կգտնվեն, բայց միևնույն ժամանակ այսպես շարունակում ենք սառեցված մնալ, հա։ Հապկում հիմա դուք ասում եք նաեւ ԵԱՏՄ-ի մասով փաստորեն ունենք մենք մասնակիորեն սառեցված իրավիճակ իրենց կողմից, այս դեպքում էլ իրենք են սառեցրել։ Ինչ է տվյալ դեպքում ձեր գնահատմամբ սպասում այս հարաբերություններին, հայ-ռուսական հարաբերություններին։ Եթե Եղոյանն էլ այսպիսի միտք է ասում, ապա շատ ավելի ուրեմն անկախ եւ ինքնիշխան ուրեմն գործելու հնարավորությունն է բացվել։ Դե բայց ուրիշ տարբերակ չկա։ Ախր այլ ընտրանքը ո՞րն է։ Այլ ընտրանքը ո՞րն է։ Դե օրինակ հապկի դեպքում գոնե մենք սառեցնելով մեր անդամակցությունը, հասկանում եք, հապկը ինչ որ գոտի չէ, որտեղ դու պարտավորություններ ունես։ Դու կարող ես, եթե կարողացար միջազգային հարաբերությունում դիրքավորվել որպես արդեն թեկուզ դե ֆակտո անկախ երկիր, կարողանում ես համագործակցել, ինչը մենք կարողացանք Ֆրանսիայի, Հունաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների պարագայում։ Բայց սա մաքսային գոտի է։ Սա այնուամենայնիվ մաքսային գոտի է եւ օրինակ Հայաստանը չի կարող վաղը Վրաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից, Եվրոպական միությունից, Արաբական Միացյալ Էմիրություններից, այլ երկրներից որևէ ապրանք ներմուծել, որը կհամապատասխանի հենց Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերին, նկատի ունեմ մաքսատուրքի դրույքաչափը։ Սա խնդիր է։ Այսինքն եթե մենք ուզենանք ինչ-որ մի բան էժան բերել, մենք չունենք այդ ինքնիշխանությունը դրա գործելու։ Մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից, դե յուրե դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Իսկ դա պրոցեդուրա է տևում։ Մենք պետք է դիմենք Եվրասիական տնտեսական միությանը, ժամանակ պետք է անցնի, քննարկումներ պետք է տեղ ունենան, եւ այլ տարբերակ չկա։ Մեր գործարարները եւ տնտեսվարողները վերջապես հասկացան, որ ռուսական շուկան այս պահի դրությամբ հուսալի շուկա չէ եւ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի դիվերսիֆիկացնեն իրենց առևտրային հնարավորությունները, որպեսզի բարձրացնեն որակավորումները, ստանդարտների բերեն միջազգային համապատասխան, թե եվրոպական, թե թարպես նորմալ որակավորում ունեցող արտադրանք է պետք, այն որում դա նաեւ պետք է հենց Հայաստանի Հանրապետության սպառողին, որովհետեւ առողջ սնունդ որակյալ արտադրանք պետք է հենց առաջին հերթին մեզ, ինձ, ձեզ, մնացածներին, մեզ դիտողներին, լսողներին, որովհետև ի վերջո մենք էլ ենք օգտվում այդ ամենից եւ մենք ուզում ենք բարձր որակի ստանդարտով
եւ որակավորումով արտադրանք օգտագործենք, սպառենք, երբ մենք գնում ենք խանութ, տեսնում ենք ռուսական կարակ, գերմանական կարակ, առաջին հերթին մենք ուզում ենք գերմանականը գնել, որովհետեւ գիտենք, որ այնտեղ որակ կա։ Եվ եթե գինը կարողանում ենք համապատասխանեցնել մեր հնարավորություններին, գնում ենք գերմանականը։ Այ մենք ուզում ենք, որպեսզի այդ հայկական կարակը լինի գերմանական որակի, որպեսզի արտադրված է Հայաստանում, այդ որ մենք լսում ենք կամ բարդում ենք արտադրված է Հայաստանում, մենք պատկերացնենք, որ դա արտադրված է Եվրոպական միությունում, արտադրված է Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլուր։ Այսը կարևոր է, որ մենք այդ սրա վրա հիմնվենք, եւ որպեսզի այլ երկրներում տեսնեն Made in Armenia, նշանակում է դա որակ կա, մենք վերստում ենք սա։ Եվ ըստ էության շատ ապրանքների մասով Հայաստանը ունի այդ չափորոշիչները, մնացել է այսպես ընդհանուր ուրեմն շուկան համապատասխանեցնել այդ չափորոշիչներին։ Պարոն Բլեյան, ձեր գնահատմամբ իշխանությունը բավարար քայլեր անում է այդ ուղղությամբ, որովհետև մինչև վտանգը չչոքեց դուռը, կոնկրետ քայլեր չիրականացվեցին։ Մենք տեսանք Եվրամիության արագ արձագանք այդ դեպքում, բայց անդադ խոսում էինք դիվերսիֆիկացիայի մասին, բայց այսպես վերջի րոպեին սկսվեց օրինակ նույն վարդերի հետ կապված, ծիրանի եւ այլ ապրանքների հետ կապված, ուրեմն այլ ընտրանքների որոնման եւ գտնելու այդ քաղաքականությունը։ Շատ ժամանակ post factum ենք արձագանքում, բայց այնուամենայնիվ, գիտեք, սա միայն իշխանության գործը չէ, սա նաեւ տնտեսվարողների գործն է, հա, առևտրով զբաղվողների գործն է, սա մեր հասարակության գործն է, մեր քաղաքացիների գործն է, եւ դու մտնում ես խանութ, տեսնում ես արտադրված է Ռուսաստանում, դու քեզ հարց պետք է տաս, արդյոք դու պետք է դա գնես։ Եվ եթե կա դրա այլընտրանքը, եթե ինչ-որ մի բան գրածին արտադրված է Բելարուսում, ես լուրջ եմ ասում, առաջինը դա կգնեմ նոր ռուսականը, եթե այլ տարբերակ չկա։ Բայց տեսնում եք, անցնող շաբաթ էլ ինչպիսի արձագանք եղավ Ռուսաստանի Դաշնությունից գազի հետ կապված, երկաթուղու հետ կապված, անընդհատ այսպես սպառնալիքներ, շանտաժ, ձեզ ոչ մեկ մեզնից ավելի էժան գազ չի տա, չի երազեկել դրա մասին, երկաթուղու հետ կապված, գիտեք, վարչապետի հայտարարությունը ընդհանուր մինչև հնարավոր է Հայաստանի միջազգային արբիտրաժ դիմի խնդրի լուծման հետ կապված, այսպիսի սպառնալիքների ֆոնին Հայաստանը շատ ավելի պիտի արագացնի, օրինակ, ուրեմն Եվրամիության ինտեգրման գործընթացը, բան Բլեյան։ Որտեղ այնտեղ մենք ուժեղանում ենք։ Այն միջազգային գործընկերների հետ ում հետ մեր հարաբերությունների զարգացումը բերում է Հայաստանի ինքնիշխանության բարձրացմանը, բանակցային դիրքերի ամրապնդմանը, քաղաքական կշռի բարձրացմանն ու ուժեղացմանը, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ։ Եվ մենք տեսնում ենք, օրինակ, մեր հարաբերությունների զարգացումը Միացյալ Նահանգների, Եվրոպական միության առանձին երկրների, մեր հարևանների հետ, Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի, մնացած երկրների հետ, արաբական աշխարհի երկրների հետ բարձրացնում է մեր ինքնիշխանությունը, մենք կարողանում ենք ավելի ճկուն գործել եւ մենք կարող ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այս շատ կարեւոր է, որպեսզի մեր որոշումները այլևս ոչ թե նպաստեն Ռուսաստանի Դաշնության մեծան Ռուսիոյի շահերը եւ ստորադասեն ամեն անգամ հայկական շահը, ինչպես տասնյակ տարիներ դա եղել է։ Այ վերջո պետք է հասկանանք, որ առաջինը Հայաստանի Հանրապետության շահն է։ Եվ ես նորից ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, երբ մտնում է խանութ եւ գնում է կատարում, նա պետք է հասկանա, որ նա արժանապատվություն ունի։ Եվ երբ քեզ նվաստացնում են, իսկ դա նվաստացուցիչ է։ ՀԱՏՄ-ում, երբ մի երկրին սահմանափակում է, դա նվաստացուցիչ է, որտեղ դա ընդհանուր մաքսային գոտի է։ Դու պետք է այդ արժանապատվության հարցը բարձրացնես եւ ասես, ես ուզում եմ գնել այս ձեթը, թե ոչ, որը արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչու ես պետք է դա անեմ։ Իսկ այդ տնտեսվարողը, որ շարունակում է ներմուծել դրանք, այդ հարցը չի տալիս իրեն Ղազախստանից բեր, ուրիշներից, ուրիշ տեղերից բեր։ Գուցե եղել են այնպիսի խաղի կանոններ, որոնք շատ հեշտ են ուրեմն դարձրել ընդհանրապես ներկրումը, արտահանումը եւ հիմա դրա համար բավականին ուրեմն նաեւ դժոխ տնտեսվարողներ կան, պարոն։ Դե ես հասկացնբռնով եմ մոտենում, ես հասկանում եմ, որ բիզնես շահեր կան, ի վերջո ռազմավարություններ կան, երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ, բայց հենց այդ տարբեր ժամանակագրությամբ այդ ռազմավարությունները մշակելու ուղղությամբ աշխատելուց իրենք պետք է հասկանան, որ ռուսական շուկան այլևս հուսալի չէ։ Եվ ես իրենց հավաստիացնում եմ,
որ կգա այն ժամանակը, որ Ռուսաստանը ինքը կխնդրի, որպեսզի հայկական արտադրանքը վերադառնա ռուսական շուկա եւ իրենք ավելի գնողունակ կլինեն, ավելի բարձր գումար պատրաստ կլինեն վճարել այդ արտադրանքի համար, որտեղ դա կլինի ավելի բարձր որակի։ Հարց է առաջանում, թե արդյոք Ռուսաստանը վճարունակ կլինի այդ ժամանակ, որովհետեւ մենք տեսնում ենք Ռուսաստանի վիճակը օր-օրի վատ թարանում է, դա էլ պետք է հասկանանք։ Ի վերջո դա նաև ապահով երկիր չէ այլևս։ Եթե այսօր վայլբերիզներն են օդ ելնում, վաղը օզոնները օդ կհելնեն, հետո Yandex լոգիստիկ կենտրոնները օդ կհելնեն եւ այսպես շարունակ բանկերը կսկսեն տարակել։ Պետք է հասկանանք պատերազմ գնում։ Եվ միջալոց ես ասեմ, իշխանության այդ ավելի համարձակ գործելու հնարավորությունը ուղիղ համեմատական է ուկրաինական հաջողության եւ Ռուսաստանի անհաջողության։ Որքան Ուկրաինան հաջող լինի, այդքան մնացած երկրները ժամանակ եւ շանս են ստանում անկախանալու եւ մենք տեսնում ենք նույն Տոկաև Պուտին հանդիպման ժամանակ Ղազախստանը ինչպիսի հարցեր է բարձրաձայնում, կարողանում է իրեն թույլ տալ, հա, այդպիսի քաղաքական եւ միջազգային հարցեր բարձրաձայնել։ Մնացած բոլոր երկրները նույնպես փորձում են այս ընթացքում տարբեր մի երկիր է գնում է Չինաստանի հետ է մերձենում, մյուս երկրներ այլ երկրներ հետ են մերձենում Թուրքիայի հետ, Եվրոպական միության հետ, շանս են տեսել, որպեսզի այդ կայսրությունից ազատվեն։ Դա նորմալ է, սա միայն Հայաստանի մասին չէ։ Նա Հայաստանն էր, օրինակ նույն հայ-թուրքական հարաբերությունների մասով այսքան աշխատանքներ է իրականացնում, բայց այլ մեծ հաշվով Պամբլեյան տեղից չի շարժվում, Ռուբինյանն էլ ըստ էության համամիտ է այդ տեսակետի հետ, որ շատ ավելի գործնական գուցե քայլերի ժամանակն է արդեն, բայց մենք տեսնում ենք, որ այս առումով որոշակի ուրեմն հապաղում կա Թուրքիայի Հանրապետության կողմից, ինչու Ադրբեջանի գործոնով պայմանավորված թե ի վերջո Ադրբեջանի գործոնով է պայմանավորված, Թուրքիայի գործոնով է պայմանավորված, դա իրենք էլ պետք է հասկանան իրենք ինչ են ստանում, հասկանում եք, իրենք էլ պետք է հասկանան իրենց ստանալիքը որն է, օրինակ Ադրբեջանը ինչու դարձավ կառավարելի գործընկեր, կամ ինչու մտավ կառավարելիության դաշտ, կամ կառուցողականության դաշտ, որովհետև Ռուսաստանից էլ չէ կարողանում ստանալ այն, ինչ Ռուսաստանը խոստացել էր, այն է միջանցք իրենց տերապետության ներքո, իսկ Դոնալդ Թրամփը հետ կարողացավ լեզու գտնել, դեմոկրատներից զզվում էր, ատում էր իրենց, Թրամփի հետ կարողացավ լեզու գտնել եւ ի նպաստ նաեւ Հայաստանի Հանրապետության շահերի։ Այլևս միջանցքի թեման այն պատկերացմամբ, որը կար Իլհամ Ալիևի մոտ եւ դե առ այսօր կա Ռուսաստանի Դաշնության մոտ, չկա այլևս։ Թրիփը հայկական պրոյեկտ է, հայ-ամերիկյան պրոյեկտ է։ Այնտեղ չկան այլ երկրներ, կան շահառուներ, դա նորմալ է։ Ադրբեջանն էլ է շահառու, Ղազախստանն էլ, Թուրքիան էլ, եվրոպական երկրներն էլ եւ այսպես շարունակ, Չինաստանը նույնիսկ հնարավոր է շահառու դառնալ։ Բայց դրա մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ առաջին շահառուն Հայաստանն է, որովհետեւ նա մաքսատուրք է գանձելու։ Հիմա մենք պետք է միացանանքները նույնպես խոսենք եւ փորձենք թուրքերին բերենք կառավարության դաշտ։ Թող Դոնալդ Թրամփը եւս մի մեծ գործարք կնքի եւ կարողանանք այդ սահմանը բացել։ Մենք պետք է ամերիկացիներին տեղ հասցնենք, որ մենք ուզում ենք քաղաքական անկախություն ստանանք Ռուսաստանից, ինչպես պարոն Եղոյանն է ասում, տնտեսական անկախություն եւ մեր համար շատ կարեւոր է, որպեսզի հայ-թուրքական սահմանը մի օր շուտ բացվի եւ հենց բացվի հայ-թուրքական սահմանը, դուրս կպրծեն այդ ազգային ժողովում ընդդիմադիր դաշտ օկուպացրած այդ անհասկանալի մարդուկները, ովքեր չգիտեմ բան ինչով են զբաղված իրենք այդ նպատակն ունեն ամեն կերպ Հայաստանը ուրեմն կախված բայելու Ռուսաստանի Դաշնությունից, դա է կարծում եմ։ Իրենք ամեն անգամ կասեն, որ մենք դառնում ենք Թուրքիայի վասալը, որովհետև իրենք ուրիշ բան չեն պատկերացնում։ Իրենք ասում են կամ Ռուսաստանի վասալ, կամ Թուրքիայի վասալ, որովհետև իրենք վասալ են։ Իսկ վասալը այլ ձևով մտածելու ունակություն չունի։ Եվ հենց այդ նպատակը, որ ցույց տալ դուք գնում եք այսպես Թուրքիայի վասալ դառնալու ճանապարհով 3 ազգային ժողովի խոսնակի տեխնատուին ուղղված հարցերի դեպքում դա է նպատակը։ Դա է նպատակը, որովհետև իրենք նաև փորձում են աշխատել մարդկային հույզերի վրա։ Հավանաբար ինչ են ասում են եղերն ու ուրացանք։ Իսկ ինչ է նշանակում ուրանալ։ Ուզում եմ հասկանամ, օրինակ ըստ իրենց եղերնի զոհերը, եթե այսօր ողջ լինեին, պետք է դեմ լինեին, որպեսզի այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի, թե ապայման մենք պետք է գրանք զոհվենք։ Իհարկե որ զոհված մարդիկ էլ իրենք ուզում են, որ իրենց սերունդները ապրեն եւ լեզու գտնեն։
թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, ինչ պետք է նորից զոհվենք, որ ինչ։ Ես ինչ չգիտեմ, հիվանդագին մոտեցում է։ Ինչ է նշանակում ուրանալ։ Միացյալ Նահանգները ճանաչեց ցեղասպանությունը եւ ինչ։ Մենք գործ ունենք մի պետության հետ, որ եթե ամբողջ աշխարհն էլ ճանաչի, այդ թվում Իսրայելը եւ չգիտեմ մնացածները, դա Թուրքիան չի ճանաչում։ Դե ի՞նչ է դա բերելու մեզ։ Այսինքն մենք այդքան, չգիտեմ, հոգեբանական տրավմայի մեջ ենք, որ անպայման ուզում ենք, որ Թուրքիայի ղեկավարը ելնի եւ ներողություն խնդրի։ Թող ներողություն չխնդրի սահմանը բացի, որտեղ դա ավելի շոշափելի օգուտ կտա, որտեղ ես ուզում եմ գետնի վրա օգուտ տեսնել Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, այսօր եւ վաղ ապրող հայաստանցու համար։ Եվ այս մեր հարաբերությունները տնտեսական ավելի կհեշտացնեն, որպեսզի մի օր թուրքերն ասեն կներեք։ Պարոն Բլեյան, համաձայն եք արդյոք վարչապետի դիտարկման հետ, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա, այլ կան ուրեմն այդ ներկայացնելու հնարավորությունների ուրեմն դաշտ է բացել։ Իսկապես չկա այդ ճգնաժամ այդ հարաբերություններում եւ այս ճգնաժամի փաստորեն լուծման հնարավորություն այս պահին դուք չեք տեսնում, ավելի շատ այլ ընտրանքների վրա եք շեշտադրում։ Ես անկեղծ ասած, ես ուրախ եմ, որ առայժմ այդ սահմանափակումները պահպանվում են, ամենայն հարգանքով այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր տուժում են, բայց ես մտածում եմ Հայաստանի Հանրապետության մասին, ընդ որում իրենք նույնպես շահառուն են, որպեսզի այդ սահմանափակումները շարունակական լինեն, որպեսզի իրենք ձերբազատվեն այդ սոցիալ հոգեբանական անկախությունը ստանան Ռուսաստանից։ Այդ մտքի անկախությունը ստանան Ռուսաստանից։ Ռուսաստան, ուրիշ հերոսի անուն չգիտեք դուք։ Որովհետեւ աշխարհում միայն հյուսիսով է պայմանավորված։ Եվ իհարկե դա հնարավորություն է ստանում։ Պարոն Բլեյան, ձեզ կհակադարձենք, ասեն դուք չեք տեսել առևտրաշրջանառության ծավալները, որքան էլ դրանք նվազած լինեն, բայց դուք կտեսնեք, թե նաև ուրեմն ինչպիսի օգուտներ է Հայաստանը ստացել, ռուսական կողմն ասում է, ուզում են թող դուրս գան ԵԱՏՄ-ից, ընդամենը 0.9% է կազմում Հայաստանի, այսպես ասած, մասնաբաժինը, իհարկե գիտենք այլ երկրների դեպքում, այսպիսի նաև հեգնական մոտեցում կա։ Դե իրենք մեզ ամեն անգամ վախեցնում էին ԵԱՏՄ-ից դուրս հանելով, երբ մենք ուզում էինք դե յուրը դուրս գալ հապկից, իրենք ասում են Լավրովը հիշում եք, ասում են ոնց կարող եք ավտոմատ պիտի նաև դուրս գաք ԵԱՏՄ-ից։ Բայց մենք տեսանք, որ ԵԱՏՄ-ում մնալով ԵԱՏՄ-ն իրականում դա ծուղակ է, ԵԱՏՄ-ն դա կապկանք է, հասկանում եք։ ԵԱՏՄ-ն դա ոչ թե հնարավորություն է, ԵԱՏՄ-ն դա ոչ թե ինչ-որ մի տեղ է, որտեղ բոլորն ուզում են միանալ։ Լավ, ես մի հատ հարց տամ։ 2013-14 թվականից հետո Հայաստանից ու Ղրղըզստանից բացի ով է միացել այդ ԵԱՏՄ-ին։ Եվրասիական տնտեսական միությանն էլի ո՞ր պետությունն է միացել։ Ուզբեկստանն է միացել, Տաջիկստանն է միացել, հետաքրքրություն չներկայացնող միություն է։ Հա ես այն երկրներն եմ ասում, որոնք ապրիորի միգուցե պետք է որ միացած լինեին, որտեղ նախկին ԱՊ չէ, հակառակը։ Մոլդովացիները փախնում են ինչ ԵԱՏՄ, նույն Վրաստանը, որքան էլ մեկ իշխանությանն ասենք պրոռուսական, այնուամենայնիվ չեն էլ մտածում ԵԱՏՄ մտնելու մասին։ Եվ ընդ որում շատ հանգիստ Վրաստանի օրինակը լսեք։ Ազատ առևտրի հարաբերություններ Եվրոպական միության հետ, հա, նույն DCFTA-ը, որ մենք պետք է ստորագրենք։ Եվ գիտենք Եվրամիությանը ինչպիսի հարաբերությունների մեջ է հիմա Վրաստանը։ Ռուսաստանի հետ ունի առևտրային հարաբերություններ, Ղրղըզստանի հետ իր շրջանառությունը ավելի բարձր է, քան Հայաստանի եւ Ղրղըզստանի, իսկ Հայաստանը ու Ղրղըզստանը ԵԱՏՄ անդամ են։ Ինչ կա այդ ԵԱՏՄ-ում։ Կամ այդ բրակ ապրանքը, ցածրորակ ապրանքը, որ բերել լցրել են մեր խանութները, դրա լավը ո՞րն է։ Դրա լավը ո՞րն է։ Որ մենք գնում ենք Վրաստան, տեսնում ենք այնտեղ ամեն ինչ այժան է, քան Հայաստանում։ Մենք մեզ հարց չենք տալիս, այդ ինչու է այնտեղ ավելի էժան։ Ծով, հասկացանք ծով է հետո։ Մենք ծովն է։ Պարոն Բլեյան, լավ, եթե վերադառնանք մեր ներքաղաքական զարգացումներին ու ազգային ժողովի մեկնարկած աշխատանքներին ու ամփոփենք, ապա դուք կարծում եք, որ այս ազգային ժողովը կենսունակ չի կարող լինել եւ չի կարող իր աշխատանքները օրենքով սահմանված ժամկետներում ավարտին հասցնել, ինչ որ կետից փաստորեն արտահերթ գործընթացներ եք։ Դե տեսեք, փաստացի հունիսի 7-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանն իրեն լավ է զգում քաղաքական դաշտում այստեղ։ Որ նա կարողանում է փողով
գեներացնել ընտրազանգված եւ ունենալ ուժեղ Հայաստան։ Եվ եթե մենք չգնանք ռադիկալ քայլերի, մեզ ինչ է սպասում քաղաքային ընտրություններում Երևանի 27 թվականին։ Քաղաքային իշխանությունը կարող է վերցնեն։ Իհարկե կվերցնեն։ Գյումրի 2 սցենար կիրագործեն։ Շատ հանգիստ։ 18-ից 25 տարեկան երեխաները, տղաները, լավ, ամենայն հարգանքով հավատում են, որ Ռոբերտ Քոչարյանը մի ալֆա սամեց նախագահ է եղել, որից Իլհամ Ալիևը ահուսարսափի մեջ էր եւ չէր հարձակվում, չէր համարձակվում հարձակվել Արցախի վրա եւ հետ վերցնել։ Իսկ Վլադիմիր Պուտինը մի այնքան մի քիմիական սիրով տարված նախագահ էր, մի մեծ հարգանք ուներ Ռոբերտ Սդրակիչի նկատմամբ, որ ինչ ուզում անում էր։ Սա տիկտոկյան պրոպագանդայի հետևանքը։ Եվ մենք ունեցանք շատ մեծ ցուցանիշ մասնակցության 18-ից 25 տարեկանների, որոնք հիմնականում Հայաստան դաշինքի օգտին էին ուրեմն քվեարկում։ Սա ազգային անվտանգության հարց է։ Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ պետք է մահացած լիներ, նկատի ունեմ քաղաքական մահի մասն է բնականաբար։ Եվ իշխանությունն այստեղ է, որ պետք է գործի։ Այսինքն Գագիկ Ծառուկյանն է ամենամեծ վտանգը մեր հասարակության, մեր պետության։ Ես կարծում եմ, որ ոչ։ Բայց միայն Ծառուկյանի անունը չէ, գիտեք, նախընտրական ողջ շրջանում եւ նաեւ դրանից հետո վարչապետը անուններ է տվել պատասխանատվության հետ կապված եւ Ծառուկյանի եւ Կարապետյանի եւ նաեւ Քոչարյանի։ Գիտեք, ինձ համար ամենակարևորը որ իրենք քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից օրենսդրորեն զրկվեն։ Հիմա իրենց ունեցվածքի հետ ինչ տեղի կունենա, թող մի այնպիսի դատա իրավական համակարգ Հայաստանի Հանրապետությունում ունենա, որ այն բոլոր իրադարձություններին, որոնց մենք բախվում ենք, այդ իրադարձությունները մեր մոտ կասկած չառաջացնեն։ Ինչ է տեղ ունենում մուլտի ուելնեսի հետ, նոյի հետ եւ այլն։ Մենք իմանանք մի այնպիսի իրավապահ համակարգ կա, որ այդտեղ հարց չկա, խնդրահարույց ոչ մի բան չկա։ Ես այսպիսի մի դատա իրավական համակարգ եմ ուզում, այսպիսի մի հակակոռուպցիոն մարմին եմ ուզում։ Բայց քաղաքական գործունեություն իրանք չպետք է ծավալեն։ Եթե մի կուսակցություն ընտրակաշարք է բաժանել զանգվածային, մենք պետք է դրան իրավական գնահատական տանք։ Եվ այդ իրավական գնահատականը պետք է այն լինի, որ այդ կուսակցությունը պետք է փակվի։ Դա եթե այնինչ ես ասացի իրագործվում է, ապա ազգային ժողովը ինչպես կարող է այս կազմով շարունակել։ Եվ դրա հնարավորությունները կային ամիսներ առաջ իրագործելու եւ այլ որակի խորհրդարանում։ Դե իրենք ինչ էին ասում։ Մենք իշխանության հետ բանավիճում էինք։ Ասում ենք ժողովուրդ ջան, սա ժողովրդավարություն չէ։ Բա մենք իրենցից վախեցողը չենք թողան։ Հո քուչի կռիվ չի կներեք։ Դե հիմա էս ինչ որակ է լինելու։ Առաջ որ ինչքան տհաճ էր այդ նիստը դիտելը։ Այդ իրենց լսելը։ Այդ իրենց այդ հանդուգն վիճակը, այդ իրանց չգիտեմ, ինչ եք դուք արել։ Լավ, հիմա մենք ազգային ժողովում ունենք քաղաքացիական պայմանագիր, ով ունի իր քաղաքական գիծը։ Հիմա ո՞րն է ինչ են առաջարկում։ Լավ, Հայաստան դաշինք ուժը Հայաստանյանք ինչ են առաջարկում։ Իրանց Հայաստանի տեսլական զարգացման ո՞րն է։ Չունեն։ Ինչ պետք է ասեմ, արժանապատիվ խաղաղություն, այդ ո՞րն է արժանապատիվ խաղաղությունը։ Ռուսները այնտեղ տեղակայված լինեն։ Ամեն ինչը կապված է Ռուսաստանի հետ, այս մարդկանց։ Հիվանդ մարդիկ են դրանք։ Իրանց մոտ չկա ուրիշ բան։ Այս ընթացքում մի հատ կծու խոսք ուժեղ Հայաստանը չի ասել։ Հայաստան դաշինքը չի ասել մի հատ կծու խոսք Ռուսաստանի ուղղությամբ։ Իրենք ոչ բարեխիղճ դաշնակից են։ Ոչ բարեխիղճ դաշնակիցը ո՞րն է։ Լավ էլի։ Ես կենսունակ չեմ համարում այս ազգային ժողովի կազմը։ Ինչ պետք է անեն։ Այսինքն պետք է գնաս արդարանաս, որ դու գնացել ես Թուրքիա սովորելու եւ այդ ընթացքում շփվել ես թուրքերի հետ։ Բա ում հետ պետք է շփվեն։ Չինացիների հետ Թուրքիայում։ Թուրքիայում թուրքերի հետ է շփվում, Չինաստանում չինացիների հետ եւ այսպես շարունակ։ Այս մանկապարտեզ է։ Եվ իրենք падգամավոր են համարվում եւ իրենք հարկեր են ստանում, մեր հարկերից գոյացած աշխատավարձ են ստանալու։ Եվ իրենք գնալու են եւ արտերկրում
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնեն։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Միշտ սիրով։ Առաջինի տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու Արնոլդ Բլեյանի հետ։ Կհանդիպենք։